Տիկին Դալաքյան, տևական ժամանակ է տեսնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ որոշ հոգեվոր դասի առճակատումը հայտարարությունների մակարդակում վստահ եմ ծանոթ եք, որ պարբերաբար վարչապետը ամենատարբեր գրառումներով է հանդես գալիս եւ գլխավոր հարց է ուղղել Գարեգին Բ-ին, արդյոք խախտել է կուսակրոնության ուխտը թե չէ։ Հիմա էլ պնդում է, որ Գարեգին Բ-ն պիտի հեռանա, պիտի վեհարանը մաքրվի։ Ընդհանուր առմամբ ինչպես եք վերաբերվում այս process-ներին։ Դե պարզ է, որ այդտեղ կուսակրոնության հարցը չի, պարզ է, որ դրա մասին բոլորը գիտեին տարիներ շարունակ, նույնիսկ խոսում են, որ մեկ զավակի մասին չի խոսքը, ես չեմ կարող դա հաստատել կամ ոչ, միայն Գարեգին երկրորդ կաթողիկոսը պետք է դրա մասին խոսի եւ ես սպասում եմ նրա արձագանքին, տարօրինակ է, որ նա լռում է, իհարկե նոր է վերադարձել, բայց սպասենք։ Ինչ վերաբերում է Փաշինյանի ընտրած ձևին, ես դրա հետ համաձայն չեմ, որովհետեւ դա լուծում չի, ասենք մենք Գարեգին երկրորդին ումով ենք փոխարինելու, Աջապայանով, Նիկոլ Փաշինյանն ինքը միջամտելու է ընտրությանը, ինչ է անելու, հոգևոր ամբողջ վերնախավը կապված է ռուսական վերին օղակների հետ, ես այդպես եմ վստահ եւ այնպես չի միայն ես, ընտրության հարցում Նիկոլ Փաշինյանը չի կարող միջամտել կաթողիկոսի, ինչ է նա մտածում, ինչ Առաջարկում է հանձնաժողով ստեղծել։ Ինչ հանձնաժողով, Գագի երկրորդին հեռացնելու, բա հետո ընտրություններին պիտի գնա, նստի, ասի ում եք ընտրելու, ասեն Աջապարյան, ասի չէ դեմ եմ, ասեն Կճոյանին, ասի հասկանում եք, լուծում չի դա։ Լուծումը իմ կարծիքով այն կլինի, ես երեք դրա մասին խոսել եմ եւ այս թեման այլևս էլ չեմ շոշափել, որտեւ ասելիք չկա։ Հիմա լսենք նա ինչ կասի, գանք հավաքվենք, ես դա ցածր եմ համարում այդ խոսակցությունները։ Եթե Նիկոլ Փաշինյանը իրոք ուզում է լուծել այդ խնդիրը, նա պիտի ապա լեգիտիմացնի եկեղեցու վերնախավը, որ նրանք չկարողանան մասնակցել քաղաքական process-երին։ Ինչպես, օրինակ, պիտի հարց դնի վստահության։ Հանրաքվեի նման Գայք Հարությունյանը այդպիսի նախադեպ է համանական դատարանը ստեղծել Քոչարյանի ընտրություններից հետո 2003 թվականին այնքան կեղծված էին ընտրությունները, որ նույնիսկ Գայք Հարությունյանը ասաց, որ դրանք վիճարկելի են եւ նշանակեց վստահության հանրաքվեի, իհարկե Քոչարյանը դա չարեց։ Նույնպիսի մեխանիզմ պիտի կիրառի Փաշինյանը, երբ ժողովուրդը գնա եւ մենք պիտի իմանանք ժողովուրդը ինչ տեսակետ ունի, գիտեք, պաշտպանում է այս հարցում Փաշինյանին, եթե պաշտպանում է եւ Գագի երկրորդ կաթողիկոսի վստահությունը ցածր լինի, հարցը կարող են տարբեր ձևակերպումով դնել, արդյոք վստահում է Գագին երկրորդին։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը, երբ նրանք փորձեն քաղաքական process-ների խառնվել եւ անդադ ասեն, որ մենք ներկայացնում ենք ժողովրդին, պիտի ունենա թուղթ, ինչպես օրինակ Եվրաքվեի դեպքում, որ ժողովրդի մեծամասնությունը չի աջակցում Գարեգին երկրորդ կաթողիկոսին։ Դա իր հերթին տրիգեր կհանդիսանա եկեղեցու ներսում այն հոգևորականների համար, որոնք չեն ընդունում Գարեգին երկրորդ կաթողիկոսի դիրքորոշումը եւ կսկսեն խոսել։ Այս ճանապարհը, որ Փաշինյանը ընտրել է, նախ հակասահմանադրական է, նա իրավունք չունի այդպիսի խորհուրդներ ստեղծել։ Եվ դա իրեն դարձնում է խոցելի, ես հիմա նաեւ իր տեսանկյունից եմ փորձում խոսել։ Երկրորդը ինչ ենք անելու, հոգևոր խորհուրդը ստեղծում ենք, գնում ենք մայրաթոռ, ասում ենք հեռացիր, իրավունք չունենք։ Լավ, Գարեգին երկրորդը հեռանում է, կարող է ավելի վատ սցենար լինի։ Կարող է հենց դրանց նպատակը բախումներն են, իրենք խոսում են, չէ՞ դրանից։ Մարտի 1 անեն, գցեն Նիկոլ Փաշինյանի վրա, օրինակ, ասենք ուշ կիրառի ոստիկանությունը, մի անգամ փորձեցին, չէ՞, ազգային ներողություն Բաղրամյանի վրա, հունիսի 12-ին կարծեմ։ Հիմա կկիրառեն եւ կասեն դու մարդասպան ես, դա պետք է Փաշինյանին։ Ես կարծում եմ նրա որոշումը պետք է կշռադատված լինի այս հարցում։ Բայց դուք էլ ձեր խոսքում ասացիք, որ ամեն դեպքում Գարեգին Բ-ն շարունակում է լռել, բայց որոշ հոգևորականներ, սրբազաններ շարունակում են պարբերաբար հայտարարություններ անել։ Աջապահյանը, որ ասում է հեռու պահեք ձեզ եկեղեցուց, մենք մեր հարցերը կլուծենք։ Տեր Ասողիկ Կարապետյանն ասում է դուք ապստամբում եք եկեղեցու դեմ, ուզում եք արյան հեղեղներ բերել, մայր աթոռ սուրբ էջմիածնում։ Այսինքն այս խոսակցությունները հոգևորականների, դուք ասացիք, որ ընդվզող հոգևորականներն էլ պիտի խոսեն։ Մենք հակառակ կողմը չենք տեսնում, կարծես թե բոլորը այսպես լծված են Գարեգին Բ-ի պաշտպանությանը, այս իրավիճակում ինչպես հանգուցալուծում։ Նրանք բոլորը չեն, նրանք ուզում են ցույց տալ, որ իրենք բոլորն են, բոլորով է 3-4 հոգևորական անուններով արդեն գիտենք, որոնք իրենք էլ փաստորեն մաքուր չեն, վերջերս նաև բիզնեսի տեսանկյունից խոսվեց նույն Աջապահյանի մասին, իսկ եթե նա խախտումը արդարացնում է, ուրեմն ինքն էլ է խախտել, այսինքն այս մարդիկ պարզ է, պիտի պաշտպանեն իրենց նմաններին, եւ ես ձեզ ասեմ, նրանք վատ իրավիճակում են դնում Գարեգին երկրորդին, եթե նկատել եք Գարեգին երկրորդը աշխատում է ինքը չխոսել, նա իր խառնվածքով կարծես փորձում է կոնֆլիկտներից հեռու մնալ, բայց այստեղ լուրջ խնդիր է, գիտեք, Ռուսաստանը այդպես հանգիստ չթողնի, որ Գարեգին երկրորդը գնա, չխոսի, պարզ է, չէ՞ որ մենք հասկանում ենք Բելարուսում Գարեգին երկրորդը իր ցանկությամբ չի հայտնվել, այստեղ խնդիրը տեսեք որն է, Փաշինյանը կարծում է, որ մեկ անձին հեռացնելով նա կարող է ռուսական շրջանակներին հաղթել ինչ որ
ԱԳԲ-ին հաղթել, եկեք արդեն պարզ խոսենք, ակնհայտ է եւ ինքն էլ է ասում, որ ռուսական որոշ շրջանակներ հովանավորում են հայ առաքելական եկեղեցու վերնախավը։ Ինչ է անելու, մեկին փոխարինեն մյուսին, դա լուծում չի։ Այն էլ այս իրավիճակում, երբ ընտրությունները մոտ են եւ կարող է հակառակ էֆեկտ ունենալ։ Ժողովրդի մեջ էլ տարածում են, որ Փաշինյանը եկեղեցու դեմ է դուրս եկել, մարդկանց վրա կարող է դա ազդել եւ ես չեմ ուզում, որ մեր պետականությունը լինի հարվածի տակ։ Պետք է ապա լեգիտիմացնել եկեղեցու վերնախավը որպես ժողովրդին ներկայացնող մարմին, որ եւ ամեն անգամ իրենք խոսեն, որ մենք ներկայացնում ենք ժողովրդին, կրկնում եմ, եւ այստեղ ինչն է կարեւոր։ Ինքը եկեղեցին չի մասնակցում քաղաքական process-ին, ընտրություններին չի գնալու մասնակցի, հանրահավաքները չեմ ասում։ Իրենք պիտի աջակցեն, ծրագիրը սա է, ինչ որ ուժի, դա կլինի Քոչարյանը, կլինի Սարգսյանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը, կարևոր չի։ Պետք է այս անձանց հեռացնել քաղաքական դաշտից։ Փաշինյանը սխալ ճանապարհ է ընտրել։ Նա եկեղեցուն օգտագործողներին փոխանակ հեռացնի եւ դրա բոլոր իրավունքներն ունի անցումային արդարադատությունից սկսած։ Նա ընկել է մի ծրագրի մեջ, որը իր համար կարող է լինել եւ նաեւ երկրի շատ բացասական հետևանքներով լի։ Դրա համար իմ կարծիքով նա չպիտի դուրս գա Գարեգին երկրորդի դեմ, որովհետեւ Գարեգին երկրորդի հետևը էլի մարդիկ կան, որոնք իրենք կարող են գալ իշխանության եւ մենք ունենանք ավելի վատ սցենար։ Այսինքն ըստ սա ծուղակ է հենց Ռուսաստանի կողմից, որը ավելի վատ դրության մեջ է դնելու իշխանությանը։ Միանշանակ։ Նախ Ռուսաստանը չգիտեր, որ Փաշինյանը այսպիսի նպատակ ունի, այնպես չի որ սկզբում ծրագրված էր, բայց Փաշինյանի քայլերը կարող են խաղաքարտ լինել ռուսական որոշ շրջանակների համար։ Առաջինը կրկնեմ բախումների տեսքով եւ իշխանությանն են պատասխանատու կարգելու, որովհետեւ որպես կանոն եթե ուժ է կիրառվում, ասում են իշխանությունն է։ Երկրորդը պետք է ասեն, որ սա լեգիտիմ չի, վարչապետը երկրի եւ աշխարհում էլ դա չի ընկալվի։ Միջամտում է եկեղեցու գործունեության։ Տեսեք, ես չեմ արդարացնում, որ եկեղեցու որոշ սպասավորներ իրենք են մտել քաղաքականություն, բայց մենք գիտենք իրենք ովքեր են։ Հիմա Փաշինյանը ուզում է նույնացվել փաստորեն, ասեն դու ես միջամտում։ Պարզ է, ես կողմ եմ, որ եկեղեցում լինի լյուստրացիա, որ մեր եկեղեցին վերջապես ներկայացնի մեր երկրի եւ մեր պետության շահերը, իր հոգեվոր հոտը, որ ասում են ժողովրդի շահերը, բայց այս ձևը, որ նա ընտրել է, շատ վտանգավոր է հենց իր համար։ Իսկ այն որ Գարեգին երկրորդը այո, իհարկե պիտի խոսի, բայց ինչ խոսի, ասի այո, խախտել եմ եւ գնում եմ, նա չի կարող, ինքն էլ է ծուղակի մեջ։ Գարեգին երկրորդին մի կողմից ասում են դու պարտավոր ես անել այն, ինչ մենք քեզ ասում ենք, որովհետեւ դու մաքուր ազնվորություն չես, քո վրա կան կոմպրոմատներ։ Գիտեք, Ռուսաստանը այդպես է գործում, թողնում է, որ մարդիկ հարը ստանան, ինչպես օրինակ Ռուբեն Վարդանյանի դեպքում կամ այստեղ օլիգարխների, որոնք կուսակցություն ունեն, հետո ասում է դու պիտի մտնես քաղաքական դաշտ, չես մտնի, կլինի այն, ինչ եղավ օրինակ իր հետ, կամ չես կատարի մեր ասածները, կձախողվես, կհայտնվես Բաքվում։ Դրա համար սա ավելի խորքային խնդիր է եւ միայն Գարեգին երկրորդով չի լուծվելու սա։ Տիկին Դալաքյան, դուք ասում եք Գարեգին երկրորդը պիտի խոսի, այ երբ որ Արաբական Միացյալ Էմիրություններից էր գալիս, խոսեց ինքը, աղոթեց, ասաց, որ հավատացյալների օգնությամբ եւ նաեւ աջակցությամբ իրենք պիտի այս դժվարին իրավիճակից դուրս գան։ Ըստ ձեզ Գարեգին բն պատրաստվում է հեռանալ կամ արդյոք նման մտադրություններ ունի, որովհետեւ իր խոսույթը եւ նաեւ որոշ սրբազանների խոսույթ նրա մասին է, որ ամեն դեպքում հեռու մնացեք այս տիրույթից, սա ձեր որոշելիքը չի։ Գարեգին երկրորդը ինքը չի որոշում հեռանա թե ոչ, Գարեգին երկրորդը չի որոշում գնա Բելարուս թե ոչ, Գարեգին երկրորդը չի որոշում խոսել Արցախից թե ոչ։ Եթե այդպես է, 2020 թվականից կարող էր խոսել, ինչի 26-ին որոշեց խոսել։ Ուրեմն այո, ռուսական շրջանակները, գիտեք, սա ինչ որ շատ ներողություն թեորիաներ չի։ Իրական բան ենք մենք տեսնում։ Գարեգին երկրորդը չէր խոսում, չէ՞, երբ որ Արցախում բլոկադա էր, չէր խոսում, երբ որ հիմա Մարիա Զախարյանը արդարացնում է ադրբեջանցիներին բառացիորեն, որ իրանք իրավունք ունեն ոչինչ ասել։ Դա էր իր ասած, ինչ է նշանակում, բա ուրիշ երկրներում մենք էս հարց ենք տալիս Արցախի մասին, գնացել ես Ուկրաինա, Տիկին ջան։ Հիմա Գարեգին երկրորդը բան չունի ասելու Զախարովին, իհարկե ոչ։ Հիմա մենք կարող ենք կասկածել, որ ինչու չի Գարեգին երկրորդը Ռուսաստանին որևէ խոսք ասում, ուրեմն կապեր կա Ռուսաստանի հետ, բացի այդ մեդալ է ստացել, չէ, ես չեմ ստացել ոչ մի տեղից մեդալ։ Դա նշանակում է, որ կան շրջանակներ, որոնք օգտագործում են նրա խոցելիությունը, որպեսզի եկեղեցու անվան ներքո իբրև թե Փաշինյանի դեմ պայքարեն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը փոխարենը զբաղվի նրանցով, ովքեր դա անում են, քաղաքական շրջանակները, օրինակ Արտուր Վանեցյանը, ինչու է շարժում ղեկավարում։ Նրա վրա գործ կա։ Պղնձամոլիբդենային գործարանի մասին էր խոսում։
Տիկին Դալաքյան, իսկ տեղի ունեցող այ դուք էլ նշեցիք, որ պատահական չէր, որ Գարեգին Բ-ն գնաց Մինսկ, այնտեղ որոշակի հանդիպումներ ուներ, մի մասը անգամ չեղարկվեց։ Այս ամեն ինչը տեղի ունեցողը կարելի է դիտարկել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում ու կուզենամ նաև մեկնաբանեք Լևոն Տեր-Պետրոսյանի այցելությունը եւ սատարումը Գարեգին Բ-ին այն դեպքում, որ գիտենք 2008 թվականի զարգացումները։ Նախ ընտրությունների հետ կապված, այո, իհարկե սա ընտրությունների հետ է կապված այս հարցը եւ օրինակ Նիկոլ Փաշինյանը կարող է ընտրությունների ժամանակ էլ այդ հարցադրումը դնել։ Ինքը չի ուզում իմանալ, ժողովուրդը վստահում է Գարեգին երկրորդին, կարող է 60%-ը ասում է վստահում է, մենք էլ ասենք Փաշինյանը սխալ է։ Կարող է 90%-ն ասում է պիտի Գարեգինը գնա։ Սա է կարևոր, որովհետեւ իրենք անընդհատ շարքում են, որ ժողովուրդը կանգնած է Գարեգին երկրորդի, եկեղեցի չեն ասում արդեն, անձնավորում են, մեջքի դիմավորում է Նիկոլ Փաշինյանը պիտի ապա լեգիտիմացնի այդ խոսքը ասի, որ ժողովուրդը չի վստահում եւ դա կներեք շատ վատ կլինի եկեղեցու համար կստացվի, որ հայ ժողովուրդը ընդհանրապես չի ընդունում իր հոգեվոր ղեկավարին։ Սա մեկ եւ գուցե Փաշինյանը ընտրություններին հենց այդ լոզունգով էլ գնա եւ այդ հարցն էլ դնի նաեւ ընտրությունների ժամանակ։ Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ես նշել եմ, Լևոն Տեր-Պետրոսյանը այո, չընդունեց Գարեգին երկրորդին, նրան մեղադրելով Քոչարյանի հանցագործությունները արդարացնելու մեջ մեղմ եմ ասում, հիշում եք իր բառերը։ Գիտեք, մարդը կարող է փոխել տեսքետ, ես նշել եմ, այսօր թիմ տեց ազնվորություն չկա, որ թիմ չի փոխել, սկսած Նիկոլ Փաշինյանից վերջացած նույն Լևոն Տեր-Պետրոսյանով։ Բայց եթե նա շատ հաճախ է փոխում իր տեսակետից, Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է դաշնակցությունը փակել, հետո ասել հրաշալի քարյակ, կարող է Նիկոլ Փաշինյանին աջակցել, հետո ասել ազգակործան, կարող է ասել, որ Քոչարյանն է պատերազմ բերել, հետո ասել Քոչարյան արի միանանք Փաշինյանի դեմ, Փաշինյանն էր մեղավոր։ Այսինքն իր փոփոխությունները շատ հաճախ են։ Դրա համար ես վստահությամբ իրեն չեմ մոտենում եւ էլի կարծում եմ, որ սա որոշ շրջանակների, հատկապես իր եւ Կոպիրկինի հաճախակի հանդիպումների արդյունքն է, որովհետեւ ինչու է հանդիպում, ինչ են խոսում։ Լավ, մի անգամ հանդիպեցիր, հասկացանք։ Մենք անընդհատ գոնե 2 ամիսում մեկ լսում ենք, որ Ռուսաստանի դեսպանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Օրինակ Սերժ Սարգսյանը չի հանդիպում, հետաքրքիր է, ինչու է այդպես կողմնակալ։ Ինչ են այդտեղ քննարկում։ Դա արդեն թող Լևոն Տեր-Պետրոսյանը ասի։ Տիկին Դալաքյան, այստեղ էլ կողմնակալության հարց կա, օրինակ նույն Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը չգնացին Մայրաթոր կամ իրենց սատարումը չհայտնեցին Գարեգին Բ-ին։ Ինչ է կարծում, դա իրապես այդպես է, թե այդ սատարումը կա պարզապես թվերում։ Նախ այստեղ ես երկու խնդիր եմ տեսնում, քանի որ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի սատարումը վնասակար եղավ շարժման համար, գուցե այդ կենտրոնները հասկացել են, որ պիտի ավելի իբրև թե քիչ վարկաբեկված, անձինս օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ հիմնադիր նախագահն այդ տիտղոսը ինքն իրեն անվանում է շարժման ղեկավար, շատերը ասում են, որ այդպես չի շարժումը այլ անձ է սկսել, հետո այլ անձ է ղեկավար է, օրինակ Վազգեն Մանուկյանը կարող է դրա մասին շատ բաներ պատմել, բայց իրենք աջակցում են։ Այստեղ ես Սերժ Սարգսյանի վրա եմ կասկածում, որտեղ զուգահեռաբար տեսնում եք, որ նա շարունակում է Քոչարյանին փորձել ներքաշել իր իմպիչմենտի գործընթացի մեջ, այստեղ էլ չէ, հարթ չի։ Իդեպ ես ասեմ, Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցում այսպես ասած կուլիսային բախումներին, նա ավելի ռուսական, ես այն օր ասացի, գաղափարախոսության կրողն է Հայաստանում, իսկ այս երկուսը արդեն նեղ իշխանական պայքարների մեջ են եւ Սերժ Սարգսյանը իր քայլով նորից ապացուցում է, որ նա փորձում է խոցելի դարձնել Ռոբերտ Քոչարյանին, որպես այսի տեխնացու է ընտրել, որ եթե նրա օգտին քվեարկես, դա կվարկաբեկի Հանրապետության երկրորդ նախագահի նրա նկատմամբ էլի քրեական գործեր կա։ Ես Սերժ Սարգսյանը ինչից ելնելով է այդպիսի մարդու առաջադրում, հաստատ կային հանրապետականում մարդիկ, որոնք կավատության կարծեմ մեղադրանքով գործով չեն անցնում։ Հետաքրքիր է, չեմ կարծում, որ նա չգիտեր այդ հանձնավորության անցյալը։ Ուրեմն միտում կա արդեն այս երկուսի մեջ իրար վարկաբեկելու։ Տիկին Դալաքյան, Սերժ Սարգսյանը իր վերջին ասուլիսում ճեպազրույցում ասաց, որ կարևորը որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, կարևոր չի թե իրենք ում են առաջադրում, եւ Դավիթ Համբարձումյանը նաեւ եղել է այն եզակի համարձակներից մեկը, որը վերցել է մարդկանց վրա։ Եզակի համարձակ է, ճիշտ եք ասում։ Իսկ այս գործընթացները, իմպիչմենտի գործընթացը, որ պարբերաբար իրենք խոսում են, նույն Բագրատ Գալստանյանն էլ ասում է, որ իշխող ուժը մինչև 2026 թվականն էլ չի հասցնելու իշխանավարել, իրենք նոր թափով դուրս են գալու փողոց։ Դրա մասին իդեպ նաև Սերժ Սարգսյանը խոսեց, ասաց, պայքարելու են եւ խորհրդարանում, եւ խորհրդանից դուրս, նաև զուգահեռաբար փողոցային պայքարը։ Այս պայքարները
արդյոք կարող են իսկապես մեզ մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ չհասցնել։ Ես ձեզ հետ խոսելիս նշել եմ, որ Բագրատ Գալստյանի շարժումը չի ավարտվել։ Շատերն ասում էին վերջ։ Բագրատ Գալստյանը էլի հիմա կասեն նույն բանն է պետք է կրկնեմ։ Ինքը չի որոշում շարժումը սկսի, թե ավարտի։ Եթե մենք տեսնում ենք, թե շարժումը ինչպես է ողջունվում Ռուսաստանի կողմից, այլ հարց է, որ ես վստահ եմ, որ դեռ Ռուսաստանը որոշում չունի Փաշինյանին հեռացնելու։ Մի կողմ դեռ կարող է, թե ոչ, սա արդեն երկրորդ հարցը, թե Ռուսաստանը ինքը հիմա այդքան լավ իրավիճակում չի։ Բայց նրա նպատակը ռուսական իշխանությունների երկրում անկայունություն ստեղծելն է։ Իրենք հիմա չունեն տեխնացու, որով փոխարինեն Փաշինյանին։ Իրենք էլ լավ գիտակցում են, որ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը չեն կարող վայելել ժողովրդի վստահությունը եւ լայն մասաներով ուղղորդել, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, կառավարության շենքը։ Սերժ Սարգսյանը ուղղակի ցանկանում է ապացուցել, հատկապես որոշ մեղադրանքների ֆոնին, որ ինքը կուլիսային կապեր ունեցել է Նիկոլ Փաշինյանի հետ, ես չեմ ասում այդպես է, ասում եմ Քոչարյանն է դա այդպես ասում, ուզում է ապացուցել, որ ինքը դեռ պայքարում է, որ գլխավոր ընդդիմադիրը Ռոբերտ Քոչարյանը չի, իրենք իրենց նեղ անձնական հարցերն են լուծում եւ ես սա ցավալիորեն եմ ասում, որ երկու նախագահներ Հայաստանը դարձրել են պայքարի հարթակ, այսպես ասեմ, բայց Նիկոլ Փաշինյանին իրենք շատ հարմար են, Նիկոլ Փաշինյանը էլի ընտրություններին գնալու է նույն լոզունգով, մերժի Սերժին, Քոչարյանին, տվեք ինձ մանդատ, որ ես կոպեկ, որևէ փոփոխություն չեմ նախատեսում։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ես դրա մասին եմ խոսել, դա Հայաստանից չի կախված։ Եթե Ռուսաստանում իրավիճակը վատ թարանա, Նիկոլ Փաշինյանը տեսնի, որ կարող է ժամանակից շուտ գնալ ընտրությունների օգտագործել անպահը, որ Պուտինը շեղվել է, կարող է դա անել։ Երկրորդը, եթե Պուտինը ուժեղ դիրքերից հանդես գա եւ որոշի ավարտել խաղերը Փաշինյանի հետ, կարող է իրավիճակը այնպես լարել, որ իրոք արդեն նրա հեռացնի մինչև ընտրություն։ Այսինքն արտահերթ ընտրությունները մեծամասամբ իմ կարծիքով կախված են ռուս-ուկրաինական ռազմաճակատում Ռուսաստանի դիրքերի թուլացումից։ Տիկին Դալաքյան, եթե կտրվենք եկեղեցի իշխանությունն այս հակասություններից, նախընտրական տարի է ու տեսնում ենք ինչքան զարգացումներ կա, օրինակ օրերս ընտրեցին Արցախի պետնախարար Նժդե Իսկանդարյանին, որը մի շարք հայտարարություններով հանդես եկավ, խոսեց արցախցիների ամենատարբեր խնդիրներից, նաև արցախցիների վերադարձի հարցն է պարբերաբար շահարկվում այստեղ։ Նախ Արցախի որևէ պաշտոնյա ընտրելը, ասել է, որ ինստիտուտները պետք է պահպանվեն, նաև կաթողիկոսն է ասում, որ ինքը Արցախի թեմն է այստեղ պահպանում, որովհետև Արցախ վերադառնալու հույսը իրենք չեն կորցրել։ Ինչ միտում ունի պարբերաբար արցախցիների վերադարձի մասին խոսել է եւ այս ինստիտուտների վերականգնման մասին խոսել, ինչ որ պաշտոնյաներ ընտրել է, նրանց հայտարարությունները։ Գիտեք, մենք մեր հարցազրույցի վերնագիրը կարող ենք դնել Ռուսաստանի գործունեությունը Հայաստանում, որտեղ էլի ես պիտի հողում անեմ ռուսական շրջանակներին։ Ակնհայտ է, չէ, որ եթե իրենք քանի տարի է չէին խոսում Արցախից, եթե պարոն Շահրամանյանը չէր, ուրեմն անվավեր չէր ճանաչում իր որոշումը եւ հիմա սկսվեց դա, այն ֆոնին, երբ Ադրբեջանը չի գնում ղեկավարը Մոսկվա, երբ ասում են, որ չէ, մենք ոնց որ ուզում ենք Թրամփի հետ էլ հարաբերությունները խորացնել, հասկանում եք, Լեռնային Ղարաբաղի հարցը Ռուսաստանի ձեռքում միշտ եղել է մահակ, մեկ Հայաստանի, մեկ Ադրբեջանի նկատմամբ։ Հիմա ակնհայտ է, չէ, որ Դուգինն էլ ասում է, որ մի շեղվի Ալիևն իր հայտնի գրառման մեջ եվրասիականությունը, դու գիտես դու ոնց ես հաղթել, շատ պրիմիտիվ է աշխատում Ռուսաստանի այսօրվա ղեկավարությունը, հիմա էլ Ալիևին ասում է, որ խելոք չմնաց, կենցաղային թարգմանենք, Արցախի ընտրված ղեկավարները նամակ կգրեն, իդեպ գրում են, չէ, ամեն օր, երևի իրենք էլ տեղակ չեն, որ գրել են այդ նամակը Վլադիմիր Պուտինին, ասեն արի կատարիր նոյեմբերին, այստեղ մարդիկ կան, չէ, ասում են ես որ գամ վարչապետ, հասկանում եք, դրանք ռուսամերձ շրջանակներն են։ Այլ հարց է, որ ես ինքս եմ ասել, որ այդ հարցը պետք չի փակել, որովհետև այդ հարցը փակել ենք, հիմա արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցն է բացել Ալիևը։ Ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցը որպես խաղակարդ կորցնելով ունենալու է արևմտյան ադրբեջանցիների հարց, եւ Ալիևն ասաց, որ դա բանակցությունների սեղանին է եւ ես չեմ պատրաստվում հրաժարվել, հիշում եք։ Եվ մենք գիտենք, որ արևմտյան ադրբեջանցիների կազմակերպությունը գործում է Ադրբեջանի ԱԳՆ-ին կից։ Դա լուրջ բան է։ Մեզ ասում են փակեք այստեղ ամեն ինչ։ Իրենք այնտեղ բացում են, այսինքն արցախցիները պիտի վերադառնան, դա պիտի լինի միջազգային լուրջ երաշխիքների ներքո, դրա ժամանակը դեռ կգա, բայց այն, որ այս շրջանակները էլի Ռուսաստանի թելն են թելում, որ պիտի ռուսները վերադառնան, որ էլի մեզ օգտագործեն շատ ներողություն Ադրբեջանի վրա, հետո էլի մեզ հանեն, հետո նորից օգտագործեն, արցախցիները կարծում հասկանում են, դրա համար էլ լայն աջակցություն արցախցիների կողմից մենք չենք տեսնում այս ուժերին։ Իդեպ, երբ սրվեց վարչապետի եւ կաթողիկոսի հարաբերությունները
հարաբերությունները, եթե կարելի է այդպես մեկնաբանել, դա նաև եկեղեցին այնպես մեկնաբանեց, որ կաթողիկոսը այդ օրերին Շվեյցարիայում զբաղված էր արցախցիների վերադարձի հարցերով եւ քանի որ իշխանությունը, այսպես ասած, շատ սուր է վերաբերվում նման հարցերին, նույն արցախցիների վերադարձի եւ ազգապահպան յուրաքանչյուր նախաձեռնության, դրա համար թիրախավորեց Գարեգին բային։ Հիմա ըստ էության իսկապես Գարեգին բան այսքան տանջվում է արցախցիների վերադարձի առումով։ Տեսեք, եթե Գարեգին բն տանջվեր, նույնց եմ կրկնում, Մարիա Զախարովային կպատասխանեին։ Եթե Գարեգին բն տանջվեր, կպատասխանեին ռուս եկեղեցու այն սպասավորին, որը զբաղվում է Հարավային Կովկասի, այսպես պաշտոնը ճիշտ չէ մասի, հարցերով եկեղեցու, հարաբերությունների ռուս, որը ասում էր, որ այնտեղ հայկական եկեղեցիներ չկան։ Չի պատասխանել։ Կարող եմ ես կասկած ունենալ, որ Գարեգին երկրորդը անկեղծ չի։ Այսինքն ինչի հիմա ինքը հիշեց։ Գիտեք, Եվրոպայում գնում խոսում են, եվրոպացիները դեմ չեն, ինքը կարող է Ռուսաստանում գնա խոսի։ Կարող է ինչ-որ պայի ասեն արի խոսի, էդ էլ կարող ենք։ Բայց ակնհայտ է, չէ՞, սա շատ պրիմիտիվ է։ Գոնե Գարեգին երկրորդը պետք է Ռուսաստանին էլ մի երկու խոսք ասի ձևի համար, որ մենք չկարողանանք այսպես իրեն քննադատել։ Նա հիմա շատ խոցելի է։ Եթե քննադատի Զախարովայի հայտարարությունը, ես կսկսեմ մի փոքր վստահությամբ իրեն մոտենալ։ Եթե արձագանք չլինի, ուրեմն Նիկոլ Փաշինյանի կասկածները ճիշտ են այս հարցում։ Այլ հարց է, որ ինքը սխալ միջոց է ընտրել։ Տիկին Դալաքյան, միգուցե այդ մեդալներն են Ռուսաստանից ստացված, որ կաշկանդում են իրեն։ Մեդալները, անձնական կյանքի նկատմամբ կոմպրոմատներ, հիմա Իլոն Մասկն էլ Տրամպին է, չէ՞, բաներ հասկացնում։ Կոմպրոմատները, բիզնեսները, հեսա կպարզեն, դու սա ունես, այս դեղատունն ունես, այս հիվանդանոցում կներես, փայ ունես։ Ռուսաստանը ինչու է թողում, որ իրենք ունենան։ Ստալինի տակտիկան է, Ժուկովին կամ այլ գեներալներին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թողում էին, որ հարստանան, Յիժովին, չէ՞, բայց հետո մեկ էլ ասում են, բա իրանք կոռուպցիոներ են եւ վերջ տանում են Մահապատժի։ Հիմա Մահապատժի չեն տանում, բայց պահը գալիս է զանգում ասում են դու գիտես մենք սա ունենք, նա ունենք։ Դրա համար ընդհանրապես իշխանության պիտի լինեն մարդիկ, այդ թվում նաև եկեղեցում, որոնք քիչ վարկաբեկված են, իհարկե բոլորն էլ սխալներ արել են, բայց այնպիսի սխալներ չլինի, որով կարելի ասել հեռացիր թե չէ խախտել ես կուսակրոնությունը։ Իսկ ինչ վերաբերում է, որ ասում եք Աճապահյանն ասել է դա մեր ներքին գործն է։ Հա ձեր ներքին գործն է, բա ինչ եք անում այդ ուղղությամբ։ Պիտի ժողով հրավիրեք, ինչպես է կոչվում իրենց այդ արդարադատության մարմինը, դիվան է կամ եւ այլն, չգիտեմ։ Արդեն իրենք թող ասեն եւ քննարկեք այդ հարցը։ Ներքին գործն է, կուխնյայում ներողություն չեք լուծում այդ ներքին գործը։ Լուծում տվեք, մենք էլ ասենք, ճիշտ եք արել։ Իրենք լուծել են, իրենք ասում են մենք քննարկում ենք եկեղեցու ներսում լուծում ենք եւ հետո կաթողիկոսին հասնելու համար դուք պիտի մեր վրայով անցնեք։ Ինչն են քննարկում, այդ մարդը չի հերքել, որ ինքը զավակ ունի, Փաշինյանն էլ ասում է ապացույց ունեմ, քննարկում են ոնց ապացույց է։ Չեմ հասկանում, ինչ նշանակում քննարկում ենք։ Նրանք չեն էլ քննարկում, ասում են լավ է արել, սայթակել է։ Էդի քննարկում չի։ Դե հիմա Փաշինյանը կարող է ասի լավ եմ արել, համնացությունը պետք է խախտեմ։ Իրանք նախադեպ են ստեղծում, որ Նիկոլ Փաշինյանը ում այդպես ատում է, համնացությունը խախտեցի լավ եմ արել, իմ գործն է, իմ ոլորտն է, լավ եմ արել, խախտել եմ, ես ինչ խոսելա ձևա կամ մեր վրայով պետք է անցնի լավ էլ, ես այն օրը ասացի, այդպիսի մարդիկ, իհարկե ես հարյուրավոր այլ ազնիվ հոգևորականների մասին չեմ խոսում, առաջինը իրենք կանցնեն Գարեգին երկրորդի վրայով, եթե իմանան, որ հաջորդ կաթողիկոս իրենք կլինեն ու Գարեգին երկրորդը դա մեզնից լավ գիտի։ Տիկին Դալաքյան, հետաքրքիր է, որ եկեղեցականները, որոնք պարբերաբար հիշեցնում են վարչապետին, որ հակասահմանադրական է մտնել կամ ինչ-որ իմաստով փորձել խառնվել եկեղեցու գործերին, բայց իրենք խոսում են իմպիչմենտից, պարբերաբար պահանջում են վարչապետի հրաժարականը, տրամաբանությունը որտեղ է։ Ես դրա մասին խոսել եմ, որ եկեղեցին իրավունք չունի, այսպես սառեցման բան էլ չկա, գործիքակազմ է, սառեցնում եմ իմ գործունեությունը եկեղեցում, այսպես ոնց որ Հայաստանը հապկում է սառեցնում իր անդամակցությունը եւ այդպիսի բան գոյություն չունի, հիմա էլ Բագրատ Գալստանյանն է դառնում աշխարհիկ, հետո մի ժամ հետո դառնում հոգեվորական, էս ինչա։ Չէ, ես քննադատել եմ եւ գիտեք նույնիսկ չեմ քննադատում այն, որ իրենք խոսում են, այո, եթե ունեն մտահոգություններ, քաղաքացի են, թող խոսեն, այլ ինչպես են խոսում։ Հոգևորականին հարիր է ասել գնա ինքնասպան եղի, ձայնդ լավը չի, դուք սատանա եք, ովքեր չեք միանում, գանք այդ ոլորտ, Փաշինյանին քննադատում են իր բառապաշարի համար, ես էլ եմ ասել, դա անընդունելի է, իդեպ իր որոշ падգամավորուհիներ էլ ուզում են իրեն դուր գալու համար այդ գողական բառապաշարը առաջ տանել, բայց հոգևորականը ավելի քննադատելի է, նա վեր է, չէ, այդ աշխարհիկ կյանքից, նա պիտի ինքը ներող լինի եւ ինքը դաս տա իր կեցվածքով, նա լինի օրինակ, եթե իր կեցվածքով ինքը խուլի
կան պահվածք կա դրսևորում, հետո Փաշինյանին էլ ինչու են մեղադրում։ Իրենք են առաջինը այնպես արել, որ Փաշինյանը կարողանում է այդպես խոսել, որտեվ կասի, եթե հոգևոր հայրն է այդպես խոսում, դե ես էլ ինչ եմ աշխարհի կանց։ Դալաքյան անգամ անեցքից ու բանադրելուց են խոսում, որ հիմա մայրաթոռը կանիծի կբանադրի, այսինքն այս ատելության մթնոլորտը ամեն դեպքում գեներացվել է եւ շարունակում է խորանալ։ Նախ ես չգիտեմ քրիստոնեության մեջ անեցքը ինչպես է տեղավորվում եւ ինքնասպանությունը, դեպի նոր ուսմունք է, իրենք են օրինել, բան չունեմ ասելու։ Ես նշում եմ այլևս ես այս թեմային չեմ անդրադառնալու, որովհետեւ զարգացումները այնպես են լինելու, մեկը մի բան պիտի ասի, մյուսը պատասխանի, ես դրա ժամանակը ներողություն չունեմ եւ Հայաստանի իշխանություններին էլ խորհուրդ կտամ զբաղվել այն լուրջ խնդիրներով, որ մենք ունենք։ Ավարտել էս հարցը, իսկ ավարտում են այն մարդկանց մեկուսացնելով, որոնք խաղարկում են եկեղեցու անունը այստեղ։ Եթե դա չի արվում, ես այս պոլեմիկային հրաժարվում եմ ինքս մասնակցել։ Տիկին Դալաքյան, մեր ամբողջ հարցազրույցի ընթացքում մենք պարբերաբար խոսեցինք Ռուսաստանի դերակատարման մասին, դուք էլ ձեր խոսքում մի քանի անգամ նշեցիք հիմա, քանի որ նախընտրական տարի է եւ մոտենում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, ինչ պիտի անի իշխանությունը, որ հնարավորինս քիչ լինի այդ մասնակցությունը, մենք արդեն տեսնում ենք, թե ինչպիսի մեծ լծակներ եւ մասնակցություն է պատրաստվում ունենալ Ռուսաստանը, հանձինս որոշ անհատների, ուժերի, դուք ինչպես եք պատկերացնում այդ process-ը։ Դե կրկնեմ, պատկերացնում եմ իրենց ազդեցության գործակալների, դա իմ բառերը չեն, Փաշինյանի բառերն են, չեզոքացում։ Մենք 7 տարի չենք կարող, չէ՞, դրա մասին խոսել եւ ոչինչ չանել։ Հիմա որ տեսում ենք ովքեր են իրեն դիմավորում Գարեգին երկրորդին, այդտեղ բոլորը հոդվածներով անցնում են, էլի, կներեք, հիմա ես չգիտեմ, նույնիսկ զավեշտալի է։ Սա մեկ, եւ երկրորդը հուսով եմ Փաշինյանին ինքնին հարմար չի ունենալ այսպիսի ընդդիմություն, բայց վերջում նորից կրկնեմ, ներողություն իհարկե, բայց անդադ պիտի ասեմ, որ եթե Փաշինյանին թվում է իրեն միշտ հարմար են լինելու այս մարդիկ, թող Հրատ Մարկարյանի հարցազրույցները ուշադիր լսի։ Հոկտեմբերի 27-ի մասին նկատի ունեք ակնարկի։ Պորտկումների մասին։ Դրա վտանգը կա, թե սա սպառնալիքներ է։ Դրա վտանգը կլինի այն դեպքում, եթե Պուտինը հոգնի Փաշինյանի հետ խաղալուց, եթե Պուտինը հասկանա, որ եկել է ժամանակը, դա երկու դեպքում կարող է լինել, կրկնում եմ, եթե իրավիճակը Ուկրաինայում իր օգտին լինի եւ նա որոշի թեքվել Հարավային Կովկաս եւ նույնիսկ եթե իրավիճակը վատանա, իսկ Ռուսաստանը մենք գիտենք հանգիստ չի գնա տարածաշրջանից, այն որ ասում եմ իզից հետո թեկուզ ջրհեղեղ։ Կարող է Հայաստանում այնպես իրավիճակը ապակայունացնել, որ սիրիականացման մոդելը լինի, Փաշինյանին հեռացնեն, բայց որևէ լիդեր չկա եւ երկիրը մասնատված լինի տարբեր խմբերի միջև Քոչարյանի, Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի եւ այլն։